Շիրակի մարզի գյուղական համայնքներից մեծ մասում նկատվում է դպրոցահասակ երեխաների թվի նվազում։ Վերջին մի քանի տարիներին նկատվող այս տենդենսը հատկապես այս տարի խիստ սրվել է, օրինակ Ախուրյանում։ Այսպիսի բան երբեք չէր եղել, 15 աշակերտ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ։ Դեռ 10 հոգի ունեմ։ Նախապատրաստում ենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնան։ Քանի աշակերտից? 301-ից 15-ը գնացել են, 10-ը նախապատրաստվում են գնալու։ Անցած տարիներին աշակերտների թիվը նվազել է, բայց այնպես, որ միանգամից մի դասարանի չափ աշակերտներ հեռանան դպրոցից, սա նոր երևույթ է, ասում է Ախուրյանի երկրորդ դպրոցի տնօրեն Նաիրա Մուշեղյանը։ Նոր խնդիր է առաջացել, ինչ անեն, որ մանկավարժներ դուրս չմնան դպրոցից, մտադիր են գերբեռնված դասարանները կիսել կամ դրույքաչափեր կրճատել։ 30 անց են դասարանի աշակերտների քանակը կկիսենք հայոց լեզու, գրականություն, օտար լեզուներ կկիսենք, այդքան կադրային խնդիրներ չենք ունենա։ Գրեթե նույնն է վիճակը Շիրակի մարզի Կապս համայնքում։ Եթե նման հոսքը շարունակվի նաև հաջորդ տարիներին, դասարանների կոմպլեկտավորման եւ կադրային նոր կրճատումների անհրաժեշտություն կառաջանա, ասում է Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը։ Շատ դաս ընդհանրապես կա Ռուսաստանի Դաշնություն հիմնականում, դե դերևս մենք կարող ենք կոմպլեկտավորել նաև բոլոր կրթական աշճանները, բայց երևի թե այսպիսի հոսքով գալիք տարիներում ստանանք ինչ-որ մտածենք կադրային հարցերի մասին, դեռ կադրային հարցեր կառաջանան այդ դեպքում։ Վիճակը խիստ անհանգստացնող չէ, սակայն Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում կադրերի կրճատման հավանականությունը հնարավոր է, ասում է կրթության վարչության պետը։ Այս հարցում ըստ Սահակ Մինասյանի տնօրենները պետք է առաջնորդվեն կոնկրետ հանձնարարականներով։ Հնարավոր համարում եմ առանձին դպրոցներում աշակերտների նվազեցում։ Հնարավոր համարում եմ նաև համապատասխան պայմանի պարագայում կադրերի խնդրի սրացում, բայց եթե մի 3-4 տարի առաջ մենք կադրերի խնդրի լուծելու պարագայում հնարավոր է որ հենվեինք սոցիալական իրավիճակի խնդիրների վրա, հնարավոր է որ հենվեինք աշխատանքային ստաժի վրա, այսօր մենք ունենք մեր երկրում իրականացվող մանկավարժների վերապատրաստումների ատեստավորման գործընթաց, որը հստակ իրազեկում եւ հնարավորություն է տալիս նման պարագաներում կողմնորոշվելու, անսխալ վարվելու, որովհետեւ մենք որակյալ կադր երբևէ դպրոցից դուրս չունենանք։ Բացի այդ շատ կարևոր է, որ որակյալ մասնագիտական բարձր պատրաստվածություն ու վերապատրաստում անցած մանկավարժներին պահել ինչ-որ կերպ դպրոցում ու չխզել նրա հետ աշխատանքային պայմանագիրը, մինչև մասնագետը մասնակցի նոր մրցույթի եւ տեղավորվի այլ դպրոցում դասավանդելու։ Ծայրահեղ պարագայում մասնագիտական համապատասխան կրթություն ունեցող մանկավարժին թողնել առանց աշխատանքի, այն էլ ժամանակավոր մինչև տվյալ մանկավարժին ուղղորդի մեկ այլ դպրոց, որտեղ կա համապատասխան մրցույթ։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։